Partnerjdehin. Հիմա տեսնում եք, որ Նիկոլի եւ իր թիմի լեկտիպավազքը չի գալիս միայն իրենց բարոյական տկարությունից կամ կրթությունից ու դաստիարակությունից, այլ դա ցույցում է, որ իրենք պետք է կատարեն։ Չնայած իրենք ընդունակ են, որ այդ ցույցումը հենց իրենց են տալիս։ Եվ իրենք շատ լավ ուսումնասիրել են հոգևորականների շրջակայքը, շրջապատը, կապ չունի այդ հոգևորականի դասային աստիճանը, նրանք կոնկրետ դուրս են գալի են հոգևորականի վրա, ում վիրավորելով, հայհոյելով, մինչև օրս փորձում են մտնել եկեղեցի, արշավ է սկսվել։ Այդ գրառումից հետ այդ գրառումը պատահական չէր։ Արշավ է սկսվել, չէ՞, արդեն հարձակվել են Նիկոլի թե քպական պատգամավորները, թե այդ fake այդ լրատվականները եւ կիսահայտնի է նիկոլական, չէ՞, մեկը արտիստեր, մեկը չգիտեմ եսի ինչեր, հիմա դարձել են լուրջ քարոզիչներ եւ ժողովրդին խելքում խրատում են, որ Նիկոլը ինչ անում է, լավ է անում ու ճիշտ է անում, որովհետեւ այդ նույն բան իր հանդեպ են արել։ Ասես փորձում է հայ ժողովրդից վրեժ լուծել իր վատ կենսագրության եւ իր վատ անցյալի կամ թեկուզ իր ծննդաբանության պատճառով։ Եվ նրանք թիրախավորում են կամած, այսինքն մի հոգևորականով չեն բրձնելու իրենք։ Իրենք ունեն բոլորի մասին ունեն փաստորեն տեղեկություններ։ Իրենք շատ լավ գիտեն, որ հոգևորականին գնան կպնեն, էլի եմ ասում, նրա դասային աշխեն կարևոր չի։ Կպնեն նրան ինքը իրենց պատասխանի նույն ոճով, հերիք է։ Իրենք հանրայնացրեցին եւ վերջ։ Պետք է ասեն եկեղեցին էլ կառավարության պես անլուրջ, այսինքն սրանով իրենք ամբողջությամբ pedagoganությունը ավերում են, հեղինակազրկում են։ Եվ գիտեք, սա ինչի է տանելու, որ մի օր կանգնելու են ասեն, դա լինելու է, որ ասեն քրիստոնեությունը դե այդպեսին է, էլի։ Այ մահմեդականությունը, հա, այնտեղ շատ խիստ են օրենքները, կարգ ու կանոնը, մահմեդականությունը հզոր կրոն է, ուժեղ է, լավն է, ասելու են։ Իրենք շտապում են։ Ցավոք սրտի մեր եկեղեցու տերն էլ է Կրեմլը, այսինքն այդ գլխավոր սպասավորին գլխից բռնել է Կրեմլը, եւ մնացածը չեն կարողանում նրա գլխի, որովհետեւ եկեղեցում կարգ կա, կանոն կա, կաթողիկոսի խոսքը իրենց համար օրենք է։ Քանի որ կաթողիկոսն էլ հասկանում ենք ում է ծառայում, այսինքն ում որ ծառայում է այս անբարոների ոհմակը։ Դա adekvat եւ եկեղեցուն հարիր պատասխան չի տալիս։ Նորմալ կաթողիկոսը հիմա բոլոր եկեղեցիների զանգերը հնչեցրել էր եւ կոնկրետ հայտարարությամբ էր հանդես եկել եւ ժողովրդին կոնկրետ կոչեր էր արել, որ այս կառավարությունը, այս գիտակցությամբ, այս վարքագծով պետությունը կործանում է, ժողովուրդ, վեր կացեք, սթափվեք եւ սկսեք գործողություն կատարել։ Հա, գործողություն։ Ինչպես Սարդարը պատում։ Բայց չի արվում դա կաթողիկոսի կողմից, ինչու՞։ Որովհետև այն հրահանգը, որ ստացել են Նիկոլը քանդել ամեն ինչ, իրեն էլ են հրանգավորում չխանգարել Նիկոլին։ Եվ ասեմ, եկեղեցու թերություններից մեկն էլ դա է, որ ինքն էլ իր ներսում ունի սպասավորներ, որոնք նորից քավոր, քերի, հորեղբայր, բարեկամական կապերով բերել են, դարձել են սպասավոր մի մատուր կամ մի եկեղեցի տրամադրել, ասել են, քո փող աշխատելու վայրն է, կնունք կանես, ծնունդ կանես։ Ժողովուրդ, եկեղեցին ինքը ճիշտ է կառավարությունից 1000 գլուխ բարձր է, բայց ինքն էլ է խոցելի, որովհետև ինքն էլ է գտնվում ռեժիմի լծի տակ, կրեմլյան ռեժիմի։ Դրա համար ինքը թույլ է հարվածներ ընդունելու, ասենք դիմադրելու, դիմակայելու, իրենց լուրջ կեցվածքով հակադարձելու ունակ չեն։ Եվ ժողովուրդ, իսկապես եկեղեցու տերը մնացել է հայ ժողովուրդը։ Ես որևիցե հույս չունեմ Գարեգին Բեի եւ չգիտեմ իրեն տեղապահներ ունի, ինչ ունի, ես չգիտեմ, չեմ լսում այն ծանրակշիռ եւ այն սուր հակադարձությունները եւ այն կոչերը։ Ես համոզված եմ, որ անգամ նիկոլական աղբի
այդ շրջանակներում աստվածավախ մարդիկ կան, էլի։ Ճիշտ է, ժողովրդի շրջանում դա այդքան լայն արձագանք չստացավ, ուղղակի Նիկոլը կուրացրել է որոշ մարդկանց, կան, բայց լռեցին, մարդիկ լռեցին։ Բայց այ իր այդ գործիքները, ովքեր գրանտակերներ են կամ անմիջապես իրենից սնվում են, հա, կիսահայտնի կամ անհայտ բլոգերներ կլինեն, արտիստներ կլինեն, որոնք գիշեր-ցերեկ Նիկոլի գովքով են զբաղված, դրանք անցել են գործի։ Կոնկրետ կարող են այցելել եկեղեցիներ, գտնել քահանային, ասում եք կադաստրի վկայական ցույց տուր, որ այս եկեղեցին քոնն է։ Հասկանում եք, իրենք մեր պետության կադաստրի վկայականը վերացրել են, ասում են մենք չունենք կադաստրի վկայական։ Մեր պետությանը դարձրել են անդեր, այսինքն այս տարածքը մեր չի։ Բայց հերուն գնացող է, չէ՞։ Ասենք Արևմտյան Ադրբեջան տերմինը, դուք անգամ որ ասենք ասում ենք Արցախ, Ալեն Սիմոնյանը փշաքաղվում է, լարվում է, աչքերը ճռվում է, ինքը հետևում Ղարաբաղ, այսինքն անընդհատ մենք իսկ Արցախ ասել չեն կարողանում իրենք, բայց շատ հաջող Արևմտյան Ադրբեջան տերմինը վարչապետից սկսած ասում են, շատ հանգիստ ասում են առանց վատս գալու, Արցախ բառ չեն ասում, բայց Արևմտյան Ադրբեջան տերմինն ասում են։ Ու եթե մենք այսպես շարունակենք, հիմա ես քեզ ասում եմ, եկեղեցի թափ տուր, այդ կաթողիկոս մաթողիկոսին ռադարեք, մարդ բերեք, առանց Կրեմլի ազդեցության մարդ նշանակեք ու համապատասխան կոչով հանդես եկեք ժողովրդին։ Դուս հանեք այս ողորմելիների դեմ ժողովրդին։ Պետք է անեք դուք։ Ձեր լսարանը մեծ է։ Մենք ինչ անում ենք բևեռը, 1000 տեղից փակում են մեր ձայնը, մեր լրատվականները։ Նույն լրատվականը հրավիրում է նիկոլական մի հատ եվրո, չգիտեմ ինչի, որ իբր թե Եվրոպամեդ է, այդ լրատվականի դիտումները դառնում են 80,000։ Այդ նույն լրատվականը հրավիրում է բևեռից մեկին, դառնում է 5,000, 7,000, 10,000, ահա։ Հասկանում եք։ Ինչ դա հնարավոր չէ, եթե լրատվականը իր բոլոր հաղորդումների տարբերությունը կարող է 10,000 լինի։ Մեզ լրացնում են մեր ձայնը անհասանելի է ձեզ ժողովուրդ, բայց եկեղեցին կարող է, բայց չի անում, ենթարկվում է սրանց սադրանքներին։ Ու եթե մի օր հանգարց Նիկոլը կանգնի ասի քրիստոնեությունը վատն է, մահմեդականությունն է արժեքավորը, դուք հասկացեք արդեն իրենք ինչ են ուզում ձեզ անել։ Ուզում են կործանել հիմնահատակ։ Դու չունես կադաստրի վկայական, դու չունես սրբություն, դու չունես ինքնություն, քեզ կարող են տրորել։ Ուստի, եթե եկեղեցին կոչ չանի, ժողովուրդ, դուք ուշադիր եղեք, որովհետև սա կարող ասենք Արցախը հանձնեցին, սրտերին դարդ չեղավ, եկեղեցուց եք խոսում, պետությունը տարել են, ամեն ինչի մեջ պետք է արժեքային համակարգն է մեզ ամրացնում, որ մենք կարողանանք Արցախ հետ բերենք, Նախիջևան հետ բերենք, հասկանում եք, մնացածը հետ բերենք, գիտակցություն է պետք եւ մաքուր աշխատելու կարողություն։ Ստապ եղեք իսկապես, եթե հանգարց եկեղեցին չգործեց, մենք պետք է անենք մերը, պարտադիր պետք է անենք եւ ուշադիր եղեք, հետևեք բևեռին, իսկապես հետևեք, մնացել է այդ մի նորմալ կառույցը իր լրատվականով, մնաք խաղաղությամբ։